Եկեղեցու դեմ արշավը ձեր կարծիքով ուր կտանի, քանի որ տեսնում ենք ամենօրյա գրառումներ, արդյոք կարող է այսպես ասենք արճակատման տանել քաղաքացիական այսպես արդեն արճակատում լինի Նիկոլ Փաշինյանին եկեղեցու դեմ։ Ինչը ստիպեց հիմա։ Իրականում ստիպեց ոչ թե հիմա, այլ հունվարի 7-ին, երբ Ալիևը վեր կացավ եւ ասեց Հայաստանը ֆաշիստական պետություն է կամ ֆաշիստական ուժ է, ռևանշիստներ, կամ պետք է դրանց ջախջախեք, կամ մենք մեր այդ հարցերը կլուծենք։ Ում են ադրբեջանցիները եւ Փաշինյանը ռևանշիստ համարում, Դաշնակցությանը, Առաքելական Սուրբ եկեղեցուն, Հայաստան Դաշինքին, եւ պարզ է, որ իրանք պետք է հարձակում սկսեն։ Այդ հարձակման ֆաս հրամանը տվեց Փաշազադեն, երբ Վեհափառ Հայրապետը եւ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսը Շվեյցարիայում կազմակերպեցին եւ մասնակցեցին Արցախահայերի իրավունքներին եւ Արցախում կրոնական եւ պատմամշակութային արժեքների պահպանությանը վերաբերող խորհրդաժողովին։ Դա Փաշազադեն ֆաս տվեց, հրահանգը տվեց, Փաշինյանը եւ թիմը որոշեցին այդ հրահանգին, ոչ թե որոշեցին, այդ հրահանգին ենթարկվեցին։ Ավելի վաղ ենթարկվել էին Ալիևի հրահանգին, թե որովհետեւ քեզ վիրավորում են, Փաշինյանը փոխանակ պատասխանի, ասում է դե մի հատ հələ փորձենք հասկանանք իրանք ինչու մեզ կոչեցին ֆաշիստ։ Սա իրականությունը, իրենց ամբողջ քաղաքականությունը միտված է Ալիևի պահանջները բավարարելուն, որպեսզի Ալիևը բարեհաճի մի հատ թղթի կտոր ստորագրի անկախ բովանդակությունից, նույնիսկ Ալիևի գրած բովանդակությամբ թղթի կտոր ստորագրի, որպեսզի Փաշինյանը արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ կամ փողոցում լարվածության աճի ժամանակ ասի մենք խաղաղություն ենք ուզում, իսկ հա այս ընդդիմադիրները երկիրը տանում են դեպի պատերազմ։ Դա է խնդիրը, որովհետև ինքը հասկանում է, որ իր իշխանավորումը մեծապես պայմանավորված է Ալիևի եւ Ալլահ շուքյուր ուլ իսլամ Փաշազադեի կամքից։ Սա է խնդիրը։ Ինչի դա կարող է տանի Փաշինյանը եւ իր թիմը որևէ բարոյական արգելակներ չունեն, ես ամենևին չեմ բացառում, որ իրենք տանեն բախման, ամենևին չեմ բացառում։ Հիշեցնենք, ինչ ստորություն կազմակերպեցին Վեհափառ Հայրապետի դեմ անցյալ տարի մայիսի 28-ին Սարդարապատում, հիշեցնենք իրենց աջակիցները ինչպես էին ներխուժել Վեհարան, ինչպես էին Վեհափառ Հայրապետի ճանապարհը խոչընդոտեն, այսինքն նման վարքագիծ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ որդեգրում են բացառապես գրավի Հայաստանը զավթիչները, թուրքերը, պարսիկները, ցարական ռեժիմը եւ Նիկոլ Փաշինյանը եւ իր խումբը։ Սա է իրականությունը։ Մինչեւ ուր կտանի, կրկնում եմ, որևէ բան չեմ բացառում, այդ մարդիկ բարոյական արգելակներ չունեն, ոչ մի խնդիր չունեն, իրանք պատրաստ են ջախջախել ցանկացած կառույց, միայն թե պահեն իրենց իշխանությունը։ Դա է